Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Կիրակնորյալ լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցյալ շաբաթը նշանավորվեց նաև այն գործընթացներով, որոնք սկսել են սահմանադրական դատարանում 7 պաշտոնապես գրանցված քաղաքական ուժեր դիմեցին սահմանադրական դատարան։ Սակայն Ռուսաստանի հովանավորությունը վայելող Ռուսաստանի կողմից յուրային ճանաչված եւ դրա մասին բարձրաձայնած, այդ քաղաքական ուժերը, որոնցից երկուսն էլ անցել են այդ շեմը եւ ըստ էության տեղեր են ստացել նորընտիր խորհրդարանում, պահանջում են արդյունքների չեղարկում։ Նրանք համարում են, որ ընտրությունները կեղծված են։ Հանուն Հանրապետության կուսակցությունը եւս դիմել է սահմանադրական դատարան, այն հայցով, որ գնահատական տրվի այս զանգվածային ընտրակաշարքին, որպես այդպիսին։ Երկրորդը նաև այդ որոշումը ուղեցույց հանդիսանա, որպեսզի պետության մեջ ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք կպաշտպանեն հասարակությանը այս չարորակ ներգործությունից։ Հայտնի է, որ ընտրություններն անցան ուղղակի ռուսական հիբրիդային ասպատակության պայմաններում, ընդ որում այդ ասպատակության մասնակից էին նաև այս այսպես կոչված քաղաքական ուժերը, որոնց գոյությունը եւս խնդրահարույց է հանուն Հանրապետության կուսակցության տեսակետից։ Բայց ասում են այդպիսի օրենքներ չկան կամ օրենքը երկիմաստ է։ Բա դուք ինչի համարեք, որ օրենք չկա կամ օրենքը երկիմաստ է։ Սրանք հարցեր են եւ հայցը տալուց մենք հույս ենք հայտնել, որ սահմանադրական դատարանն այն մարմինն է, որի որոշումը կամրապնդի մեր պետությունը եւ այդ որոշումից հետո կբխեն արդեն համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կվերաճեն օրենքներն էլ կպաշտպանեն պետությունը եւ հանրությանը այս ասպատակություններից։ Եվ մենք չենք ունենա առաջիկայում եւս մի ընտրություն, որտեղ կվճռվի պետության լինել եւ չլինելու հարցը։ Նման հարց բարձրացնող կուսակցություններն ուղղակի օրենքով չեն լինի մասնակից այս ամենի։ Մանավանդ կուսակցություններ, ովքեր 20 տարվա կրիմինալ դիկտատուրայի պայմաններում այլանդակել են ընտրական ինստիտուտը եւ հասցրել նրան, որ այդ դիկտատուրան ուղղակի սպանել էր ընտրությունների ինստիտուտը որպես այդպիսին եւ դրանից ձերբազատվելու համար պահանջվեց, այո, շատ ճիշտ եք, հեղափոխություն։ Փորձենք հասկանալ, ինչ եվրոպական փորձ կա սրա հետ կապված ժողովրդավարությունը նման հարձակումներից եւ ասպատակություններից պաշտպանելու համար, եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Ֆրանսիայից, Փարիզից, մեր հյուրն է նախկին դիվանագետ, ներկայումս իրավաբան Վաներ Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, ուրախ եմ ձեզ նորից տեսնելու համար։ Շնորհակալ եմ, որ Կիրակի օրով ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Բարև ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Հարությունյան, դուք Ֆրանսիայում եք, բայց վստահ եմ ուշով հետևում եք հայաստանյան այս գործընթացներին, թե նախընտրական ժամանակաշրջանում, թե բուն ընտրություններին, այդ արդյունքների ամփոփմանը եւ հետընտրական գործընթացներին, այդ թվում նաև այս սահմանադրական դատարանում ծավալվող իրադարձություններին։ Ի տարբերություն շատերի, որ ուղղակի նայում են որպես հայեր, որպես մեր հայրենակիցներ, դուք նայում եք նաև այս ամենին որպես իրավաբան, նաև շատ լավ իմանալով Ֆրանսիայի եւ ընդհանրապես եվրոպական շատ երկրների փորձը նման իրավիճակներում իրավական եւ իրավաքաղաքական լուծումներ տալու փորձին։
նախ ձեր գնահատականը ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում, համեցեք։ Շնորհակալություն։ Նախ մինչև հարցի պատասխանին անդրադառնալը, ցանկանայի նաև նշել, որպես քաղաքացի ներկայում գտնվել նաև նախընտրական ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում եւ իրականում այդ հետևելը որպես քաղաքացի եւ հետընտրական նախընտրական ողջ գործընթացը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար անկախ նրանից թե որտեղ են գտնվում հետևելը, բայց նաև մասնակցելը իրական կյանքում Հայաստանի ընտրական եւ ընդհանրապես սոցիալ-տնտեսական կյանքում։ Դա գալիս է նաև հարցերից մեկին հետագայում պատասխանելու համար, քանի որ մենք տեսանք ընտրությունների ընթացքում նաև այլ երկրի քաղաքացիների այսպես ասած ներմուծումը ժամանակավոր, ինչևէ կանոնական բնա։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական փորձին, ֆրանսիական փորձը երևի Արևմտյան Եվրոպայի ամենազարգացած ինստիտուտները ունեն ընտրական ինստիտուտը, սակայն պետք է ավելի գլոբալ նայենք եւ գնահատենք երիտասարդ ժողովրդավարությունները, որոնք պարտադիր անցում են կատարել նմանատիպ ցնցումներով, Հայաստանը զերծ չէ այդպիսի իրավիճակում, սակայն Հայաստանի դեպքում կրկնակի տոկունություն էր պետք, քանի որ հիբրիդային կարելի ասել ուղղակի նաև միջամտությունից անթաքույց կերպով ռուսական միջամտությունը ուղղակի եւ անուղղակի կերպով արկա էր ընտրությունների ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ հենց ընտրությունների նախաշեմին, ուստի ինչպես դուք նշեցիք, այո, Հայաստանում անհրաժեշտ են բարեփոխումներ տարբեր ոլորտներում, մասնավորապես պետության ինքնիշխանության ամրապնդման եւ օրենքների նկատմամբ վստահության եւ դրանց գերակայության եւ իրական կիրառելիության առումով։ Դա չի նշանակում, որ օրենքները անկատար են, այլ օրենքների կիրառումը եւ հստակեցումը չպետք է ժողովրդավարության քողի ներքո լինեն այսպես ասած անկատար վիճակում։ Ինչին է տանում դա, նախ եւ առաջ 2003 թվականից եթե հիշենք, չնայած վիճարկվեց նախագահական ընտրություններ, սակայն Սահմանադրական դատարանը հղում կատարեց վերջում որպես վստահության հարաքվե կազմակերպել եւ այն, սակայն չփոփոխեց որևէ ձևով ընտրությունների արդյունքը։ Էվոլյուցիոն առումով Հայաստանի Հանրապետությունում բավականին փոփոխություններ են կատարվել, սակայն 2026 թվականի առումով այստեղ մենք կանգնած ենք Սահմանադրական դատարանի, եթե չեմ սխալվում, վաղը արդեն պետք է ընդհանրակարգային որոշում կայացվի անդատությունը որոշելու, այսինքն գործ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։ Պետք է նաև հաշվի առնել, որ Սահմանադրական դատարանը կարող է ընդհանրապես չընդունել գործը քննության։ Դա նույնպես որոշումներից մեկը կարող է եւ պետք է քննարկել ընդունելու դեպքում ինչպիսի ելք կունենա եւ չընդունելու դեպքում ինչպիսի ներքաղաքական ազդեցություն կունենա մեր ժողովրդավարության, Հայաստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական կյանքի նկատմամբ։ Պարոն Հարությունյան, այնուամենայնիվ մենք գործ ունենք փաստերի հետ։ Փաստն այն է, որ Ռուսաստանի կոպտագույն միջամտությունը տեղի ունեցել հայաստանյան ընտրական process-ին դեռ տարեսկզբից։ Ռուսաստանն այստեղ չէր թաքցնում, որ այստեղ ունի իր ֆավորիտները, ունի իր ցանկալի եւ ոչ ցանկալի թեկնածուները, իրեն համարում էր գրեթե այս ընտրությունների մասնակից, ձայնի իրավունք ունեցող եւ փաստորեն պետությունը այդ շոշափուկները վերացնելու հետ կապված որևէ այսպես գործուն քայլի չդիմեց, հա։ Համամիտ եմ, ֆրոնտալ առումով չգնաց պետությունը ավելի մեղմ եւ փափուկ, այսպես ասած չտեսնելու դնելով այդ ռուսական կոպիտ միջամտությունը, այսինքն ըստ էության դա ներքին գործերի միջամտություն։ Եթե դա չէր Ռուսաստանը, լիներ այլ որևէ երկիր, ապա նույն ձևով պետք էր ռեակցիա տալ։ Ուղղակի
Հայաստանը արճակատման չի գնում պետական առումով, պետության ղեկավարի մակարդակով, չնայած որ ռուսական պետական բարձրաստիճան այրերը այդպես էլ, եթե չեմ սխալվում, այս հողադրությամբ չեն շնորհավորել Հայաստանի Հանրապետության ընտրված քաղաքական մեծամասնությանը, այստեղ ըստ էության նաև գնում է պրովոկացիայի շարունակությունը ռուսական կողմից ավելի վատթարացնելու Հայաստանի հետ այն էլ լարված գտնվող տնտեսական հարաբերությունները։ Կրկնություն չլինի ասել այդ ֆիտոսանիտարական դիվանագիտությունը չակերտավոր, տնտեսական սահմանափակումները եւ այլն։ Մի բան ակնհայտ է, որ եթե այլ երկիր իրեն թույլ չի տվել ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ նախընտրական փուլում դրսևորել որպես, այսպես ասած, մասնակից, խաղի մասնակից, այն էլ անթափույց ձևով։ Ես գիտեք կմաղթեի, որպեսզի ռուս ընտրողը ունենար Հայաստանի ընտրողի չափ ժողովրդավարության մակարդակ եւ գիտակցություն, քանի որ ցավոք սրտի այդպես չի։ Բայց նաև նշենք մի կողմից, որ Հայաստանի Հանրապետության թավշյա, այսպես ասած, վերաբերմունքը Ռուսաստանի արտահայտած եւ անթափույց այս հիբրիդային հարձակումների նկատմամբ ինչ որ պահի վնասակար կլինեն նաև պետության ընտրված մեծամասնության, քաղաքական մեծամասնության հետագա քաղաքական վստահության համար հենց բնակչության կողմից, հենց ընտրողի կողմից։ Ուստի ինչ որ պահի պետք կլինի հստակեցումներ կատարել ռուսական կողմի հետ։ Տեսեք, մենք երբեք այնքան զուսպ է եղել Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը, որ երբեք չի փորձել, չի թույլ տվել իրեն միջամտելու օրինակի համար, ասենք Նավալնիի սպանության համար, որից է դիրքորոշում հայտներ, եթե սխալվում եմ ինձ ուղղեք, ուստի անհամաչափ այս պահվածքը Ռուսաստանի կողմից ենթադրում է նաև նրան, որ ենթադրում է նաև այն ներողություն, որ Ռուսաստանը ուշ թե շուտ արդեն համակերպվում է Հայաստանից հեռանալու, Հայաստանին կորցնելու իր միակողմանի, այսպես ասած, արդյունքին, որը ոչ թե սկիզբ է դրել 2026-ին, այլ ինչպես գիտենք 2020-ից հետո հայ ընտրողը, հայ քաղաքացին, որ միշտ հավատարիմ է եղել հայ-ռուսական բարձր հարաբերություններին, այսպես ասած, դաշնակցական հարաբերություն, այժմ արդեն ավելի հստակ հասկանում է, թե այդ բարեկամը, այսպես ասած, ինչպես է իրեն դրսևորում։ Ինչ եթե վերադառնանք ներքաղաքական իրավիճակին, ապա ընտրությունների արդյունքները իհարկե նաև այստեղ ընտրական գործընթացը շատ դեպքերում ցույց տվեց, որ անկատար ունենք համակարգեր եւ իրավական բացեր, որը պետության կողմից կամ չեն մտածվել կամ պետք է կատարելագործվեն, մասնավորապես տարածքում բնակվող եւ հետագա կյանքի վրա ազդեցություն ունեցող յուրաքանչյուր ձայնի ձևավորման վերաբերյալ նկատի ունեմ մեկ օրով գալիս են եւ քվեարկում են գնում են դրսի քաղաքացիները, որոնք իրանք ունեն, բայց սակայն պետք է պայմաններ ապահովեն, որպեսզի հավասար նույն պայմաններով քաղաքացու համար ստեղծող իրանքները եւ պարտականությունները, այսինքն ընտրություն կատարելուց դրա համար ունենան հավասար պայմաններ, այստեղ հավասարության սկզբունքն է խախտվել ընտրողների միջև, դա բացերից մեկն է, դա նաև կարող էր ազդել հետագա բալանսի հավասարակշռության համար, երկրորդը ընտրությունների արդյունքների վիճարկումը կամ ինչպես ընդդիմությունն է պահանջում դրանց չեղարկելը շատ քիչ հավանական եմ համարում սահմանադրական դատարանի կամ նույնիսկ եթե հետագայում դա գնա եվրոպական դատարան, որից է առարկայական չի լինի որոշումը դատական լոյցի Ատյանի, իհարկե թողնելով որոշումը դատական անկախ մարմիններին, դա զուտ ենթադրություն է, այստեղ ավելի շատ իրավական գնահատականից բացի պետք է նայենք նաև ներքաղաքական, այսինքն դա կլինի շարունակականություն Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ավելի սրել, հասարակության, այսպես ասած,
ընտրող ընդդիմություն եւ դիմություն իրար խառնել, որպեսզի դա տեսնում ենք նաև դրա ձայնը որտեղից է գալիս այդ հրահանգը, որպեսզի Հայաստանում այդ ներքաղաքական հավասարակշռությունը խախտվի, այսինքն եւ ընտրությունները դարձնել այնպիսի մի գործիք, ընտրությունների վիճարկումը դարձնել այնպիսի մի գործիք, դրանց չեղարկումը, որով Հայաստանի ներքաղաքական կյանքում կստեղծվի դժգոհությունների ալիք ձնագնդիկի կերպով, որպեսզի դա հետագայում խափանի ընտրված քաղաքական մեծամասնության հետագա վարած քաղաքականություն, այսինքն իրական նպատակը դա է։ Իրավական գնահատականը մի կողմ դնենք, նաև կա քաղաքական հետևանքների, այսպես ասած, ակնկալիքները։ Պարոն Հարությունյան, շատ ժողովրդավարություններ են, հա, այս նորագույն պատմության մեջ, նույնիսկ ստաժով ժողովրդավարություններ, մեկ էլ բախվել մի սպառնալիքի, ասենք, ծայրահեղական հայացքներ կրող, ասենք, ինչ-ինչ խմբերի ի հայտ գալով, ծայրահեղ աչական կամ ծայրահեղ ձախական կամ կազմակերպված հանցավորության այսպես մասշտաբային ծավալման բերումով, հա, մասնավորապես օրինակ վերցնենք հենց այն ժողովրդավարության բաստիոն Միացյալ Նահանգները, հա, երբ 20-ականների, 30-ականներին այն ծայրահեղ աչականները, հա, բոլշևիզմի ջատագով էքստրեմիստները գլուխ բարձրացրեցին ու զբաղված էին, այսպես ասենք, կարմիր տերորով նաև Միացյալ Նահանգներում։ Հետո 30-ականներին նացիստների սիմպատիզանտները ի հայտ եկան, ժողովներ էին անում, նրանք էլ առաջնագույն տերորով էին զբաղված, դե չեմ ասում, այն բուտլեգերների ի հայտ գալը, հա, այդ հրեական, իտալական, իռլանդական մաֆիաները, որոնք մի հիմար օրենք էին ընդունել այդ ալկոհոլի արգելքի վերաբերյալ, նրանք էլ այդ մաքսանենգությամբ էին զբաղված եւ հարստացան ու մարտահրավեր էին նետում պետությանը, ու ասենք մի ահռելի քաղաքներ, ուղղակի պետական իշխանություն չկար։ Այդ բանդաներն էին կառավարում քաղաքները։ Եվ ահա ստեղծում են արտակարգ մարմին, որը գոյություն ունի մինչև հիմա, այդ FBI-ը, հա, ֆեդերալ դաշնային հետաքննությունների բյուրոն, որը սկսեց ուղղակի սատկացնել այդ տարրերին, բառից բուն իմաստով, ստանալով ուղղակի անձեռնամխելիների կարգավիճակ, ի վերջո մարդիկ կրակը չեն ընկել, հա, այն ժամանակ էլ օրենքները անկատար էին, այդ մարդ էին սպանում, գալիս էին դատարան, ազատվում գնում էին, ասում են մենք չենք, ամեն ինչ լավ է։ Մենք պրոբլեմ ունենք ստեղ ու այս ամենը ոչ ստանդարտ մոտեցում է պահանջում, բայց մենք Էդգար Հուվերի նման այսպես ոչ ստանդարտ մտածող իրավաբանների կարիք ունենք, որը ոնց նայում եմ չկա, բոլորը միայն պարագրաֆի համապատասխանություն ստուգող են, հմուտ։ Ու այնտեղ կարևորը պարագրաֆը բռնի, այնտեղ կարող է խոտ չաճել, ամեն ինչ լավ է։ Համեցեք։ Այո, ընդհանուր եթե խոսում ենք նաև հասարակության զարգացման տեսանկյունից, բայց իրավագիտակցության զարգացման առումով ճիշտ է, որ Հայաստանում դեռևս շատ անելիքներ կան, դա կլինի իրավաբանների համայնքում, թե ընդհանրապես քաղաքացիների շրջանակում եւ նաեւ պետության, այսինքն պետք է օրենքների մշակումը եւ ընդհանրապես կայացրած որոշումները եւ դրանց հետագա կատարումը լինի ոչ միայն զուտ իրավական կոնտեքստում պարագրաֆից պարագրաֆ կամ սևը սպիտակի վրա գրած, այլ նաեւ դրանց հետևանքները եւ հնարավոր արտահայտումը եւ հասարակության լայն շրջանակի վրա ազդեցությունը, ուստի համամիտ եմ այն փաստի հետ, որ Հայաստանում ոչ թե պետք է այլընտրանքային ձևով օրենքի կիրառում լինի կամ օրենքի ընդունում, այլ պետք է լինի իրոք օրենքի բացառիկ հրամայական, այսպես ասած, գերակայությունը,
ուստի դուք օրինակ բերում եք այլ ժողովրդավարություններից այլ դեպքեր այլ երկրների, սակայն Հայաստանի դեպքում մենք պետք է այդ լինենք հանդուրժող հասարակություն, բայց լինենք անհանդուրժող օրենքի խախտման դեպքում։ Այս դեպքում մի քիչ երևի անհասկանալի կթվա այս արտահայտությունը, բայց պետք է մեր մոտ էլ հասկանանք, որ պետություն ենք ցանկանում կառուցել եւ ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, ուժեղ հասարակություն, հարուստ տնտեսություն եւ կայունություն։ Ուստի այստեղ նաեւ պետությունը մեծ գործ ունի անելու կլինի դա արտաքին միջամտությունները կանխարգելու համար, որտեղ ինչ-որ պահի պետք է գա այն պահը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հստակ իրեն դրսևորի որպես սուվերեն ինքնիշխան պետություն եւ անկախ նրանից թե ինչ գործընկերոջ հետ է շփվում, ցույց տա, որ իր ինքնիշխանությունը որից է կերպով չի կարող վիճարկվել։ Դրանից ելնելով մնացած օրենքներն ու վարքագիծը դրսևորելով շատ հարցեր իրենց տեղը կընկնեն եւ ներսում եւ դրսում Հայաստանի Հանրապետության հետ կապված։ Սակայն այո, ընդունում ենք, որ այդ թերությունները կան, բայց հուսանք օրենսդիրը եւ գործադիրը կարողանան այդ սխալների հիման վրա դասեր քաղել եւ ավելի հստակ օրենսդրական գործունեություն եւ կիրառելիություն ապահովել։ Նաեւ հաշվի առնելով, որ ունենք մեծ աջակցություն կայացած ժողովրդավարություններից, Եվրամիություն, Եվրախորհուրդ եւ այլն, դա չպետք է մոռանալ այդ հանգամանքն է։ Եվ ամփոփելով, պարոն Հարությունյան, տեսեք, հակակոռուպցիոն կոմիտեն, որ մեր իրավապահ մարմիններից ամենանորն է եւ այնպես է ստացվել, որ ամենաէֆեկտիվ աշխատողն է, սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, եւ ես սա բարձրաձայնում եմ, 100-ին մոտ էպիզոդներ է բերում ընտրակաշառքի բաժանման։ Դա իհարկե աշխատանքի արդյունք է, բայց այստեղ հարց է առաջանում, էլի։ Մենք գործ ունենք ինչ 100 իրար հետ կապ չունեցող, ինչ որ ինքնագլուխ մարդկանց արած հանցագործություն առերևույթ, հանցագործությունների իրավախախտումների հետ, որ ասենք այդ մարդիկ չգիտեն որտեղից փող են ճարել ու մեկ էլ չգիտես ինչի համար որոշել են այդ փողը բաժանել ընտրողներին, ձայները գնել, ասենք տեսականորեն ի հեճուկս իրենց ազնվագույն առաջնորդների, որոնք կապ չունեն այս ամենի հետ։ Տարբերակ մեկ եւ տարբերակ երկու է, ամենը ֆրագմենտներ են, որոնք միավորվում են մեկ դիտավորությամբ, չէ՞, եւ այդ բացահայտումները, ասենք այդ 100 էպիզոդներով դրանք ուղղակի մեկ միասնական վերտիկալ ինտեգրված ստրուկտուրիզացված համակարգի ֆրագմենտներ են եւ պետք է մեկ վարույթի մեջ միավորվի ու գլխից է պետք բռնել, այս ովքեր են սրանց, ում փողն է եղել, ով է տվել այդ փողը, ով պետք է այս հարցը լուծի, ով պետք է, ասենք, մոտեցնի նրան, որ ճշմարտությունը հայտնաբերվի, այլ ոչ թե միայն այն սլաքավարների վրա այս ամենը ջարդվի, գնան, ասենք, 7 տարի, իսկ հիմա էլ արդեն 9 տարի գնան նստեն, կգնան կնստեն, ես կասկած չունեմ, բայց գլուխը կմնա անձեռնամխելի եւ սրա քաղաքական նշանակությունը, իրավական նշանակությունը կմնա չգնահատված եւ սա այն սիբիրյան խոցի նման կմնա գետնի մեջ այս ինֆեկցիան, այո, եւ 31 թվին մի հատ էլ ավելի պատրաստված ձևով կկարակի մեզ վրա։ Համեցեք։
Տարբերակներից երկրորդ տարբերակը բնականաբար դա համակարգված նախապես պլանավորած, այսպես ասած, գործողությունների ֆրագմենտներն են, բնականաբար այդքան միամիտ ոչ մեկ չի կարող լինել, որ չհասկանա։ Նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների, այսպես ասած, մինչև վերջ կատարվելիք հանձնառությունը 2018 թվականի հեղափոխությունից հետո չկատարվեց այնպես ինչպես որ պետք էր, նաև վեյթինգի համակարգեր, որ տարբեր երկրներում դա առաջարկվում են, որպեսզի կատարվի նաև դատական համակարգում փոփոխություններ, օրինակ մենք Հայաստանում երբեք չենք կարող մտածել, որ դատավորները կարող են ընտրվել ուղղակի ընտրություններով, ինչպես օրինակ Ամերիկայում տարբեր նահանգներում, տարբեր ընթացակարգերով։ Երկրորդը օտարերկրյա ֆինանսավորումների եւ դրանց հաճախականությունների նկատմամբ հսկողության առանձնահատկությունները, մասնավորապես ընտրություններից շատ ավելի առաջ, այսինքն եթե գիտենք 2031-ին ունենք ընտրություններ, 2029-ից պետք է սկսեն հսկվել ամեն մի ելումուտ, այսպես ասած, օտարերկրյա ֆինանսավորումները ըստ եւ այլն։ Բայց նաեւ կա պրակտիկ քայլեր, որոնք պետք է կատարվեն, տեսեք 100-ից գործերը մենք տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություններով, իսկ կարող միգուցե հազարներ չենք բնականաբար չենք տեսել, չի հրապարակվել, բայց ինչքան լայնածավալ են տեղի ունեցել այդպիսի փորձեր կամ այդպիսի արարքներ։ Ուստի նաև դատական արդարադատության մատչելիությունը եւ արագությունը, արագացված ընթացակարգերը դատավարության, որոնք կամրագրեն նաև արարքի նկատմամբ իրավական գնահատականը կմատնանշեն նաև մեղավորը, հետագայում դա այսպես ասած ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների համար հիմք կծառայի ընտրությունների մասնակի կամ ընտրության մասնակցող որոշական քաղաքական ուժերի կասեցման կամ հետագա կասեցման համար։ Այսինքն ներկայումս Հայաստանում պետք է լինի իրական դատավարություն ամեն մի գործով, որպեսզի ապացուցվի, այսպես ասած, այդ փոխկապակցվածությունը, այդ ընտրատասովշիկները, ինչպես նշում եք, այդ առաջի աստիճանի կատարողների մեղադրական եզրակացություն կամ դատավճիռ ունենալը չի որպես լուծում, այլ բուրգը գտնել, տեսնել եւ իրավական գնահատականը տալ, որպեսզի դա չկրկնվի, այսինքն հիվանդությունը արմատախիլ արվի, այլ ոչ թե ժամանակավոր բուժվի, որը ոնց որ դուք նշեցիք, հետո նորից էլի կգա խփի։ Այստեղ մեծ անելիք ունեն բոլոր իշխանության բոլոր մարմինները, նաև պետք է ապահովել, որպեսզի դատական իշխանությունը ունենա ավելի արդյունավետ եւ անկախ գործունեություն։ Իհարկե մենք տարիներ շարունակ խոսում ենք, ցավալին այն է, որ մեր հայկական իրականության մեջ մենք շատ խոսում ենք, քան թե գործ ենք անում, դա որ բոլորին է վերաբերվում, թող ոչ ոք չնեղանա, ես ինձ մաս եմ կազմում դրան, բայց ավելի շատ գործողություններ անելու դեպքում մենք ավելի դանդաղ ենք, քան թե միայն խոսելու համար։ Ուստի պետք է արդեն ավելի արագացնել տեմպերը, դա առաջին հերթին վերաբերում է օրենսդիր իշխանությանը եւ գործադիրին, որպեսզի կատարեն այն բոլոր եզրակացությունները եւ երաշխավորությունները, որ միջազգային հեղինակավոր եվրոպական մարմինները դրա մասին բազմիցս Հայաստանի տարբեր իրավիճակներում դրա մասին ասեն, իհարկե առաջընթաց կա, բայց բավարար չէ, որպեսզի գնան ավելի հստակ կայացած համակարգ ունենալու համար, պաշտպանելու բոլորի շահերը եւ պետության շահերը առաջին հերթին։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր իրավաբան նախկին դիվանագետ Վաներ Հարությունյանի հետ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանում տեղի ունեցող հետընտրական իրավական պրոցեսների հետ, հայկական օրենսդրության
եւ իրավակիրառական պրակտիկայի բացերի հետ։ Ինչպես նաեւ խոսեցինք դրանց հաղթահարման ուղիների մասին։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։